Գերմանիա քիչ առաջ Ալեն Սիմոնյանը ճեպազրույց էր տալիս եւ գրեթե այսպես ընդհանրական եթե խոսենք, տպավորություն ստացվեց, որ Ռուսաստանը չի ուզում Հայաստանի այսպես ինքնիշխանությունը ամեն ինչ անում են, որպեսզի այդ հետխորհրդային շրջանը վերականգնվի եւ ասաց, որ Հայաստանի երկրորդ նախագահը, Հայաստան դաշինքի ղեկավարը Ռուսաստանի իր ձևակերպումն է շպիոնն է, որովհետեւ նրա հայտարարությունները ամբողջությամբ այսպես տեղավորվում են Ռուսաստանի, չգիտեմ, քաղաքականության համատեքստում։ Կարծում եմ, որ Ալեն Սիմոնյանը պետք է հասկանա, որ ինքն է հենց շպիոն հանդիսանում եւ այս իշխանությունն է հանդիսանում շպիոնը թուրք-ադրբեջանական տանդեմի, երբ որ իրենք հայտնվել են դեմ առ դեմ Թուրքիայի եւ Ադրբեջանի համատեղ գործողությունների արդյունքում այս ճնշված վիճակում հենց սա է ինքնիշխանության կորուստը։ Ալեն Սիմոնյանը պետք է հասկանա, որ հայ ժողովրդի այսպես նորորյա պատմության ընթացքում մեր ամենակարևոր ձեռքբերումներից մեկը դա Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության անկախությունն է եւ ինքնիշխանության հետզհետե ամրապնդումն է եւ եկեք համեմատություններ կատարենք, թե ում ղեկավարության ժամանակ է Հայաստանը ավելի ինքնիշխան եղել, ավելի բալանսավորված, լայն ընդգրկվածություն ունեցող արտաքին քաղաքականություն իրականացրել, ոչ հիմա իհարկե, որովհետև նախկինում արտաքին քաղաքականությունը եւ երկկողմ եւ բազմակողմ հարաբերությունները, որոնց հիմքում ընդգրկված են եղել եւ քաղաքական, եւ աշխարհագրական, եւ նաեւ անվտանգային բավականին լուրջ բաղադրիչներ, թույլ է տվել, որպեսզի Հայաստանն ու Արցախը ինտեգրված այսպես համակարգում փորձեն զարգանալ։ Այսօր Արցախի հանրապետությունը չկա, կարելի է ասել, որովհետև հայ ժողովուրդը Արցախի հանրապետության բռնագաղթեցվել է եւ Ադրբեջանը ցեղասպանություն է իրականացրել, իսկ այս ամենօրյա այսպես խոսակցությունը, կեղծ խաղաղության օրակարգով առաջնորդվելը, ամեն ինչի գնալը, զիջումների գնալը, որպեսզի այդ թղթի մեկ կտորը ստանան խաղաղության օրակարգի անվան տակ իրենց իշխանությունը պահելու համար, հենց սա է ինքնիշխանության կորուստ, որովհետև մենք պետք է հասկանանք, որ Հայաստանի Հանրապետության նման պետությունները, որոնք որ շրջապատված են այսպիսի եւ հարևան իհարկե, ես նկատի ունեմ եւ Իրանի Իսլամական Հանրապետությունը, եւ Վրաստանը, եւ Ռուսաստանի Դաշնությունը ռազմավարական գործընկերներ եւ այլ նաեւ ուժային կենտրոններ, մեր նման պետությունները առանձին չեն կարող իրականացնել իրենց կայուն, անվտանգ զարգացման խնդիրները, մեր նման պետությունները պետք է ունենան եւ երկկողմ հարաբերություններ, դրա շրջանակներում միացյալ զորախմբի համատեղ պլանավորումը, իրականացումը եւ նաեւ բազմակողմ հարաբերությունները, այն անվտանգային համակարգը, որը որ գոյություն ունի բազմակողմ շրջանակներում, դա հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն է։ Հիմա դուք կասեք, իրենց արժեվ դրված խնդիրները ժամանակին չեն իրականացրել, երկկողմ հարաբերություններում միշտ էլ բավականին, ասենք, խնդիրներ եղել են, բայց այդ խնդիրներից պետք է ոչ թե խուսափել, այդ խնդիրները պետք է լուծել, իսկ այդ խնդիրները խռովելով չեն լուծում, այդ խնդիրները գնում են, բանակցում են, լուրջ քաղաքական այսպես գործոնների օգտագործմամբ գնում են այդպիսի քաղաքական հարաբերությունների, որպեսզի կարողանան եւ նաեւ բազմակողմ շրջանակներում։ Այսօր Հայաստանի Հանրապետության այսօրվա իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանը կանգնեցրել են դեմ առ դեմ ադրբեջանա-թուրքական այսպես տանդեմի այսպես հետ հարաբերություններում նրանց ճնշման տակ։ Ես մեկ անգամ իմ խոսքի մեջ արտահայտվել եմ հետևյալը, որ այսօր մենք գտնվում ենք Ադրբեջանի հետ մի դատավարության մեջ, որտեղ որ մեղադրողը
ինքը պետք է մեղադրյալ լինի, ես նկատի ունեմ Ադրբեջանը, որովհետև Ադրբեջանն է այդ հանցագործությունները իրականացրել եւ Արցախի նկատմամբ եւ նաեւ Հայաստանի Հանրապետության նկատմամբ, իսկ Հայաստանի Հանրապետությունը հայտնվել է մեղադրյալի աթոռում առանց պաշտպանի, իսկ առանց պաշտպանի երկու այդպիսի այսպես ռազմավարական գործընկերություն ունեցող պետությունների հետ չափազանց դժվար է իրականացնել քո արտաքին քաղաքականությունը, իհարկե նաև ներքին քաղաքականությունը։